Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մեթերում, այս բան ես զրուցելու եմ Հայրենի կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը, շնորհակալ եմ պարոն Հարությունյան մեր հավերն ընդունելու համար։ Ընտրություններն ավարտվեցին ու իհարկե վիճարկելի հարցեր կան, բայց պատկերը հասկանալի է հիմա։ Կեղծված է, կեղծված չի, այս կողմի, այն կողմի գործողություններն հասկանալի են, նկատելի են։ Դուք ինչպես է գնահատում այս ընտրական գործընթացը, խնդրեմ։ Քանի որ չեք մասնակցել ընտրությունների, հայտարարել եք, որ չեք մասնակցելու եւ աջակցում եք անդիմադիր ուժերին, խնդրեմ։ Տեսեք, ընտրական գործընթացի հետ կապված ստանդարտ ընտրություններ էր, ոնց որ եղել է ծրարից առաջվա ընտրությունը, այդ ընտրությունից մի հատ էլ առաջվա ընտրություն, այսինքն մենք տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում իշխանության կողմից, չգիտեմ, ֆինանսական, ուժային ռեսուրսի կիրառում, այնպես որ ինչ որ արտառոց բան է, որ աննախադեպ, չգիտեմ, չի եղել, ոնց որ միշտ։ Եթե այսինքն դուք լավ գիտեք, այն որ չգիտի ասեմ, այ ավագ սերունդը իրենք տեսել են լավ կհիշեն։ 90 թվականից սկսած, երբ որ ընտրություններ էր, հիշում եք, այն ժամանակ այդ արկղերի մեջ լցնում էին, լույսերն անջատում, քվյա թերթիկներն էին լցնում, հետո լույսերը անջատում միացնում էին, բան լրիվ այլ պատկեր, պատկեր, արձանագրություն, այսինքն ժամանակի ընթացքում արդեն Սերժ Սարգսյանի երևի ընտրության ժամանակ ինչ խախտում լինում էր, այսինքն վարչական, չգիտեմ, ֆինանսականով ինչ անեն, տեղի էր ունենում, այո, ընտրատեղամասից հիմնականում դուրս։ Երբ որ մարդը գնում էր ընտրության, ինքը արդեն կարողանում էր ընտրել այն ուժին, այն տեխնացուին, ու ինքը ցանկանում էր։ Հերթական ընտրություններ իր արատավոր խնդիրներով հանդերձ։ Այսինքն ցավոք սրտի այս անգամ մեզ չհաջողվեց հավաքական առումով Հայաստանի չհաջողվեց ունենալ այդ վարչական ռեսուրսը բացառել, հակառակը։ Ոնց կանաս մնաց։ Ընդդիմության մասով ինչ ունեք։ Ես տեսնում դուք 3 համարը կրող շապիկ եք։ Շատ ուշադիր եք, բայց դա բացարձակ։ Քարոզ չի, Սամվել Կարապետյանը։ Ընտրություն չկա, հիմա այդ 3-ով որ նայեք, հիմա մի ուրիշ Խոսքը փոփոխություն չեք բերել դուք մեր տաղավար։ Ես խնդրում եմ դուք հստակեցեք, որ ասում եք օրինակ ընդդիմություն, կոնկրետ ընդդիմադիր որ ուժի նկատի ունեք, թե հավաքական բոլոր ուժերին, մի ուժի մասով ես կարող եմ ձեր հարցերին պատասխանել, մյուս ուժերի մասով չեմ կարող, խնդրեմ ասեք։ Տեսեք, հիմա տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ իրենց դրսևորեցին, ու շատ դժվար է ընդհանրական գնահատական տալ, որտեվ եթե մարդկանց ընկալման մեջ ընդդիմությունը դա մեկ ընդհանուր միասնական, ուրեմն այսպես մարմին է, իրականում դա այդպես չի։ Հետևաբար վերլուծել ընտրական գործընթացում ասել ընդդիմություն իրան այսպես դրսևորեց, այդպես չէ, հնարավոր չի, որովհետև կրկնում եմ տարբեր ուժեր էին, տարբեր ուրեմն ստրատեգիայով։ Այ եթե մանրամասնեք որ ուժին։ Հիմա 3 քանի որ հասարակությունը կգանք դեռ մանդատների հարցին, բայց հասարակության լայն զանգված, ասում եմ, փողոց դուրս եկեք, մի ընդունեք այս ընտրության արդյունքները, հա։ Երեք այդ ամեն ինչի ֆոնին ուժեղ Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ հայտարարեցին, որ փողոց դուրս գալը վտանգավոր է, զոհեր կլինեն, արյուն կթափվի։ Երբ որ սա ասվում է, հետո իշխանությունից ինչ-որ բան է պահանջվում, ակնկալիքը ո՞րն է, ինչի ազդեցության տակ իշխանությունը պետք է այդ պահանջը կատարի, եթե փողոցը բացառում են։ Խնդրեմ։ Գիտեք, շատ մեղմ ասած տարօրինակ է այդ գնահատականները։ Այսինքն որ մենք տարիներ շարունակ փողոցային պայքարով մասնակցել ենք, այդ ժամանակվա փողոցային պայքարի առաջնորդները Արտուր Վանեցյանը, Իշխան Սաղաթելյանը, որ առաջի գծում այդ երկուսը որ միանշանակ չէ, միշտ գնացել են, ուրեմն Ռոբերտ Քոչյանը իր քաղաքական թիմը, Սերժ Սարգսյանը, այսինքն Քոչյանի, Սերժ Սարգսյան քաղաքական թիմեր ինչ ակտիվ փողոցային պայքարում
այլ Միամիտ եմ եղել։ անհատներ, չես ուզում եմ հստակ նշել անուններով։ Այսինքն ինչ այդ լիդերները տանում են բան արյունահեղության։ Ես չեմ հասկանում ինչ տրամաբանությամբ, ինչ հիմնավորմամբ են Սամվել Կարապետյանի կուսակցությունից, ընդ որում ոչ թե մի հոգի, այլ առնվազն 2 հոգու հայտարարություն ես լսել եմ այդ ոչի մեջ, որ նման հայտարարություններ անում։ Կարող է դա էլ իր պատճառներն ունի, ես չգիտեմ, օրինակ երբ որ մենք պատերազմից հետո ակտիվ փողոցային պայքարի մեջ էինք, հալածանքների, զրկանքների մեջ էինք, այդ ժամանակ Սամվել Կարապետյանը իր տարբեր թիմակիցներ բիզնես էին անում, Նիկոլ Փաշինյանի հետ էին ուրեմն հանդիպում, գոհ էին տնտեսությունից, երկրի վիճակից, չէ, ասում են ներդրումներ են կանելու, ֆորումներ են կազմակերպում, ԿՊ-ին էին ֆինանսավորում, կարող է դա իր պատճառներն է բերել, հետո են իրանք տարիներ հետո են հասկացել, որ Արցախ են կորցրել, որ երկիրը, չգիտեմ, գնում է կործանման, այսինքն ինչ է ստացվում, հիմա երկիրը շատ ավելի վատ վիճակում է կան 20 թվականի պատերազմից հետո, ես ասում եմ ոչ, հիմա շատ ավելի լավ վիճակում է, քան թե Ինչ 20 թվականի առումով, տնտեսական առումով, քաղաքական առումով, արտաքին քաղաքական առումով, բոլոր առումներով մոռացել եք ինչ վիճակում ենք, սկսած գերիներից անդադ տարածքներ հանձնելուց ամեն առումով։ Այսինքն այստեղ ինչ որ տրամաբանություն ես չեմ կարողանում գտնել, ինչքան էլ փորձում եմ։ Առավել ևս, երբ որ դու ասում ես ընտրությունները մենք ուրեմն, չգիտեմ, հիմա ճանաչում են, չեն իմ տպավորությամբ իրանք չեն ճանաչում, չէ՞ այդ ընտրությունները։ Չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Հայտարարությունից ես ինչ որ նման Դու ասում ես լեգիտիմ չի։ Հա, լեգիտիմ չի, հիմա դա ճանաչում են թե չեն ճանաչում, հարցը դա է։ Որ խախտումներ կա, կարծում եմ դրանում ոչ մի կասկած չկա։ Բայց դա ճանաչում են թե չեն ճանաչում, եթե չեն ճանաչում։ Չեն գնում փողոցային պայքարի, բայց պատրաստվում են մանդատներ վերցնելու։ Այսինքն հիմա վաղը որ ասեմ, այն ուժերը, որոնք անցել են, եւ Սամվել Կարապետյանը, եւ Ռոբերտ Քոչյանի, դուք, ասենք, ոչ լեգիտիմ падգամավոր եք։ Դա ճիշտ կլինի, թե ճիշտ չի լինի։ Դե հիմա իրանք հիշեցնում են, որ ձեր կուսակցության առաջնորդն էլ մանդատը վերցրեց ժամանակ։ Մեր Ճիշտ է, հետո թողեց, բայց ի սկզբանե վերցրեց։ թողեց։ Այն ժամանակ, երբ որ 21 թվականին բողոք սահմանադրական դատարան բողոքարկում ենք, մեր կուսակցությունը, մեր դաշինքը, ձեր դաշինքը, սահմանադրական դատարանի կազմը ոչ ամբողջական Նիկոլի նշանակած մարդիկ են, էլի ինչ որ հույս կար։ Հիմա այդ հույսն է չկա։ Բայց ես այստեղ շատ ավելի վտանգավոր բաներ եմ տեսնում։ Ինչ այս բողոքարկի են, չեն բողոքարկի, ինչ որ ժամանակ հետո դա կարա մեր ցավոք սրտի, բայց դա է մեր պրակտիկան, մարդիկ մոռանան գնան։ Բայց եթե մարդկանց մոտ դու սկսում ես ամրապնդել, որ փողոցային պայքարով իշխանափոխություն հնարավոր չի, հաջորդը ընտրությունների միջոցով էլ իշխանափոխություն հնարավոր չի։ Այս ամենավտանգավոր թեզը, որ տարբեր ընդդիմադիր գործիչների քաղաքական ուժերի մոտ տեսնում եմ, հա, ամենավտանգավորը դա է։ Դրանով դու հավերժ երկարացնում ես իշխանության կյանքը։ Մարդկանց մենք իներտ վիճակից պետք է անենք, պետք է հավատանք, որ կա դու ես որոշողի երկրի ապագան, որ դու կարաս բան փոխես։ Մենք հակառակ ասում ենք, ընտրությունները, այդ ընտրություններով էլ հնարավոր չի բան փոխել, չգիտեմ։ Բլավ, Տեսեք, հիմա դուք ասում եք, բայց այնուամենայնիվ արդյոք չարժե գնահատել, որ նաև ընդդիմության աշխատանքի շնորհիվ է, որ անկախ նրանից Փաշինյանի կառավարություն կձևավորի թե ոչ, ինքը 50- աջակցություն ունի։ Արձանագրվեց դա արդեն։ Ես կարծում եմ դա Նիկոլ Փաշինյանի 3-րդ ժամկետ գնալու նախ եւ առաջ շնորհիվ է, որովհետեւ ցանկացած իշխանություն դա ակսիոմ է։ Մարդ ինչ որ ժամանակ հետո առավել եւս 8-10 տարի հետո սկսում է հոգնել։ Հետո մարդիկ տեսել են, ինչ է ասել Նիկոլը, չէ՞։ Բան, տնտեսությունը պետք է ազատականացնենք, էլի նույն օլիգարխները կան, ավելին։ Ասում են օլիգարխները պայքարում են, բան, Հայաստանի իշխանության դեմ։ Բայց 8 տարվա վարչապետ ես։ Այսինքն դու այնքան ես քաղաքական դաշտը սեղմել, ճնշել, ճզմել, որ օլիգարխներն են եկել մտել քաղաքականություն, ու փորձում են դրանով Նիկոլ հենց ինքը իրեն է վիրավորում։ Դրանով Նիկոլը մարդկանց ուղիղ ասում է, որ ժողովրդի ինքը այնքան թույլ վարչապետ է, որ օլիգարխները ինքը եւ օլիգարխները քաղաքական դաշտին
սեղմել են դրել են մի կողմ ու այսօր պայքարը գնում է իր եւ օլիգարխիայի միջեւ։ Այսինքն ինքը այնքան թույլ է, որ 8 տարում օլիգարխները ավելի են ուրեմն բան սանձարձակ դարձել։ Հենց Նիկոլի տրամաբանությամբ այդպես է։ Ավելին դրսից ուղղորդվող օլիգարխները ոնց որ ինքն ասում, այսինքն դու քո ներս դաշտը այնքան չես կայացրել, այնքան պարար թող ես ստեղծել, որ քո պնդման համաձայն դրսից ուրեմն կարող ես այդտեղ օլիգարխներին բան անել։ Դուք ասում եք երրորդ ժամկետը հոգնեցրել է Սերժ Սարգսյանն, ասում է սա երրորդ ժամկետ չի։ Դե մո գիտեք ինչ Սերժ Սարգսյանը իր գնահատականն է ասում, ես իմ գնահատականն եմ ասում, այդտեղ ինչ կա տարօրինակ։ Դե ասում է երրորդ ժամկետ չի, ուրեմն չի հոգնեցրել։ Այդ չի պատճառը 50 մինուտ ստանալը։ Ես չգիտեմ, այդ հարցը պետքա տա կիրեն։ Ապես չի որ Սերժ Սարգսյանը ասել է, ուրեմն պետքա ես դրա այդ կամ դու կամ ուսը համաձայն։ Աջարյանի ասածը օրենք չի արդեն։ Ընդհանրապես մենք պետքա շատ բնական նայենք, որ այդ բան չենք խոսում, երբ խոսում ենք քաղաքականությունից, աստվածաշնչյան ճշմարտությունների մասին։ Դուք ինչ եք անելու։ Եվ ձեր հարցը ավարտեմ, հա։ Այդ քարոզչության ընթացքում հաջորդ խնդիրը չափազանց մեծ, չգիտեմ, ասեմ ինքնավստահություն, բայց ավելի հակված եմ ասել մեծամտություններ։ Չափազանց մեծ ուրեմն դեր ուներ այդ ագրեսիվ մեծամիտ քարոզչական բանը, որը ընդդիմության կողմից տարվեց մարդկանց ուրեմն Դուք նոր քիչ առաջ ասում եք ընդդիմությունը միասնական չի, ընդդիմության ում կողմից։ առաջատար հիմնական ուժերի կողմից։ Դրա համար եմ ասում, բացեմ, քանի որ մենք արդեն խոսում ենք ազգային ժողով անցած կամ անցնելու շեմին, Բարգավաճ Հայաստանի մասին։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ ուժերին, ասենք հիմա Բարգավաճից վերցնենք, հա, որին մի քանի տասնյակ կամ 100 ձայն էր պակասում, որ անցներ ազգային ժողով։ Տեսեք, հիշեք, չէ՞, Ծառուկյան ասում էր 4-ը վարչապետի թեկնածուն։ Ասում են ովքերին, ասում են կասեմ։ 4 վարչապետի թեկնածու։ Մենք մոտ հարց առաջանում։ 4 վարչապետի թեկնածու, ինքն էլ որպես Գագիկ Ծառուկյան 5 լիդեր, չէ՞։ Կարող օրինակ պետքա 5-րդ վարչապետի թեկնածուն էլ ունենար, որ այդ պակաս ձայները հավաքեր, կամ 4-ի տեղը ունենար, ասենք, 1 լավ վարչապետի թեկնածու, որ բան լիներ, կամ ասեր ովքեր էին այդ վարչապետի թեկնածուները։ Օրինակ ո՞նց եք մտածում մարդու քաղաքացու մոտ, երբ որ ասում են 4 վարչապետի թեկնածու, ու ինքը նայում է ցուցակում չի կարողանում հասկանալ։ Նույնիսկ ես լինելով քաղաքական մարդ, ես չեմ կարողացել հասկանալ Գագիկ Ծառուկյանի ցուցակում 4 վարչապետի թեկնածուներից գոնե մեկի։ Ովքեր են այդ վարչապետի։ Ով է այդ վարչապետի թեկնածուն։ Լավ, ասենք վարչապետի թեկնածուները հասկացաք, հետո ինչ էր փոխվել դրանից։ Դե Ակնհայտ չէ որ առաջնորդը երբ որ վարչապետի թեկնածուին, վարչապետի, այսինքն երկրի ղեկավարի թեկնածուի մասին խոսում ենք, դե ինչա փոխվելու, ցավոք սրտի այսպես կլինի։ Մեր ժողովուրդը միջև հիմա խորհրդանական ընտրություններում առաջնորդում է ավելի շատ նախագահ ընտրելու տրամաբանությամբ, այսինքն մարդ ասում է բանա, օրինակ, ինչի գնամ ընտրեմ X քաղաքական ուժին, որը ավելի քիչ ձայն կտանի, բան, քան թե օրինակ Y-ին, որը ավելի շատ կտանի։ Գնամ մենա ընտրեմ Y-ին, որովհետև մեկը իրանք են շատ ձայն տանելու, ասես լավ ազգային ժողով այդ Y-ի ցուցակը քեզ դուր գալիս է, թե X-ին, ասում է, չէ, ավելի շատ X-ին է, լավ, բայց ասում է դե նա մեկը ղեկավար են կտրում, որ իրանք են տանելու, գնանք իրանց ընտրենք։ Ասես լավ, դու ստեղ ընտրի, որ ստեղի падգամավորները, չէ, X-ին ընտրի, որ շատ լինեն։ Բան որ պետքա երկար զրուցես, որ ասեն հավայ ճիշտ ես ասում, այդտեղ չենք խորացել, այդքան չենք մտածել։ Ես դա մի օրինակով չեմ ասում։ Ես դա տարբեր մարդկանց հետ շփումներից ելնելով եմ ասում։ Այսինքն նույնիսկ այս խնդիրը կա ու ասել, որ դե ինչ տարբեր մի 4 հատ վարչապետի թեկնածու ունենք կամ 14 հատ օրինակ։ Ու դե պրոբլեմ չկա, նորմալ է, չէ, պրոբլեմ կա։ Պրոբլեմ շատ մեծ կա։ Հաջորդ Սամվել Կարապետյանը։ Հիշում եք, չէ, երբ որ Կարապետյանը իր առաջին քայլերն էր անում, մի բարձ հայտարարություն արեց։ Քաղաքական ուժերը, եթե չեն կարողանում այս հարցը լուծեն, մենք մեր ձևով կլուծենք։ Չէ՞։ Հետո ասեց, որ ինքը հաջորդ վարչապետն է, ու իմջալուց այդ մեր ձևովի համար, չէ, ապօրինի տարան նստացեցին իրեն։ Հա, հետո ասեց, բանա, հաջորդ վարչապետ ինքն արդեն կառավարության նիստեր էր անում։
ինչ որ որոշումներ էր ընդունում Ադրբեջանին թողել չթողելու տենց էլ հիմա որ արդ լինի խնդրում եմ իրանց ներկայացուցիչներին հարցրեք այդ որոշումը ուժի մեջ է թե ուժի մեջ չի Դե չկա կառավարություն, ակնհայտ հա չի չկա պարոն։ չգիտեմ դո Միամիտ եք ձևը։ միակ այդ փոփոխություն բերողը այսինքն ո՞նց եք մտածում դա պետք է նորմալ անցալվեր որ միակ մարդը որ կարա փոփոխություն բերի այսինքն եթե Սամվել Կարապետյանը չմտներ քաղաքականություն այլ փոփոխություն այս դաշտում բերող չկար այդ ժամանակին այդ սխալները արդեն արվել են 21 թվականի ինտուիցիաներին այն ժամանակ է չի հիշում եք մարդիկան միակ մարդը որ կարա այս վիճակից անի ասում են օրինակ Ռոբերտ Քոչյանն է այն միակ մարդը Սերժ Սարգսյանն Փորձառությունից են ելնում։ մեր մոդել են եղել մեր կուսակցությունից ասել են միակ մարդը բանից ասել եմ մի ասեք նման բան դա դու կարաս ասես ամենալավը այդ թիմից էս բնականա կարաս ասես ամենալավը կարա փոխի ամենալավը շատ նորմալ է որ ամեն մարդ իր Փոփոխություններ բերելու մասով դզը փոքր բաներ չէ դուք չտեսաք գները ոնց էին վստահ եմ հիմա որ շատ բանանը չէ կասին այ դրանք փոքր ինչ որ դետալներ է գնացեք խոսեք մարդկանց հետ տեսեք ոնց են անցալում հարցերա որ ինչքան խոսում են այնքան հարց է առաջանում մանդատներից կլինի ինչի ստացվավ հիմա ձեր ձևով չեղավ դուք կընդունում եք որ ձեր ձևով չեղավ որ ասում է կի բանը 3 ամիս 20 օրվա կուսակցություն ենք այսքան են կարացել այսքան են կարել բավ եթե դուք այդքանը այդ գծի մեջ ձեր քաղաքականությունը եթե քաղաքականություն ձևակերպեմ հա այդ ձեր գործունեությունը կարեք տանեք վստահ եմ իշխանափոխություն կլիներ լավ հիմա հարց ձեզ են տալու ինչ եք անում դուք ինչ եք անում որպես հայրենիք կուսակցություն ես ուզում եմ հիշեցնել մեր հայտարարությունից առանցքային մի ընտրություններից առաջ տեղ ունեցած հայտարարությունից մի քանի հատված կետ որում մենք ասում ենք որ չեք մասնակցում որպեսզի դաշտում տարբեր քաղաքական ուժերը, այսինքն ձայների մասնատվածությունը որևէ կերպ խնդիր չառաջացնի, քանի որ ռիսկը մեծ է, կոչ են կարել մեր թիմակիցներին, մեր համակիրներին գնալ ընտրել ցանկացած ընդդիմադիր ուժի, ով որ ուժին ցանկանում է, ու բոլորը վստահ եմ քաղաքական դաշտում խաղացողները գիտեն, որ մենք որևէ կերպ չենք ուղղորդել տակից ինչ որ մեկին օգնելու, դա 100% բացառվում է, որտեղ ամեն մեկս ընտրել ենք մի ուժի։ Սա առաջին, ու հիմնավորել ենք ինչի չեն գնում դաշինքային տրամաբանությանը, որտեղ ունենք էական տարբերություններ դաշտում առկա մյուս ուժերի հետ։ Այսինքն մենք տարբերվում ենք մյուս ուժերից այնքան շատ, որ չեն գնացել։ Փողի իշխանության միջև այդ կռվի, այս առանց կանոնների չունեք հիմա հարցնելու է ասում։ Կներեք, իհարկե մենք այս քանակի Ինչ քանակի։ հիմա մեծ քանակի, եկեք եթե խոսում ենք, այդ որ ասում ենք փող։ Մեկ նայեք որ ուժերն անցան։ Եկեք հերթով նայենք, ովքեր ունեն կամ իշխանություն, կամ շատ փող։ Որովհետև առանց փողի դու չես կարող իրականացնել բան, քարոզչական լայն Վանեցյանը փող չունի, արշավ, ուրեմն կներեք էլի բան Արությունյան։ Չէ, քարոզչական մեծի արշավ, շտաբեր, պահեր, ակտիվ։ Դուք ամբողջ հանրապետությունով շտաբեր եք բացել միջև ընտրությունները։ Այո, համարյա ամբողջում շտաբերի խնդիր չունեիք։ Մեծ ավելի այդ աշխատանքները մեծ ծավալի հասցնելու համար, որտեղ մի բան է, երբ որ դու դա պահում ես կուսակցության ֆորմատով, մի բան է, որ դու մտնում ես նախընտրական, ուրեմն տրամաբանության մեջ, այդ ժամանակ ռեսուրսները ավելի են աճում։ Ու հետո, եթե դու ունես տարբերություն, մեր խնդիրը շատ հստակ ասել ենք, ֆրակցիա ունենալը չէր։ Ֆրակցիա ունենալուց հետո, չէ, դու պետք է կամ այս թևում լինես, կամ այն թևում, իշխանության թևում բնականաբար չեն կարա լինենք։ Այս թևի հետ չունենք ապագայի հետ կապված ընդհանուր պատկերացումներ, ոնց պետք է աներ։ Ու իմ համար նույնիսկ միջև հիմա բաց է մնացել, իրանք ոնց են պատկերացնում։ Այս ազգային ժողով անցած ուժերը շատ հարցերի շուրջ իմ համար բաց է, առավել եւս Սամվել Կարապետյանի թիմի դիրքորոշումը։ Ես հասկանում եմ նոր թիմ է, իսկ դա ենթադրում է բազմաթիվ խնդիրներ, բայց եթե հաշվի ենք առնում, որ դու ձեր ձևով իշխանություն եք վերցնում հայտ եք տվել, պետք է շատ հարցերի պատասխաններ մենք արդեն ունենայինք։ Ոչ թե անդադ նոր։ Լավ, հիմա ինչ եք անելու։
Ընտրությունները անցան լավ։ Ես նաև այս Ենթադրենք քանի որ այդ ընդդիմությունը, հարցը ջեմի տվեցիք- ռապ, ենթադրենք ընդդիմությունը ոչինչ չարեց։ Սամվել Կարապետյանը ոչինչ չարեց, Հայաստան Դաշինքը ոչինչ չարեց, Գագիկ Ծառուկյանը ոչինչ չարեց։ Ինչ է անելու Արտուր Վանեցյանը։ Սա է կարևոր։ Այս հաղորդման ֆորմատում, հա, որովհետև դուք ներկայացնում եք հայրենիք կուսակցություն, ասեք ընտրեմ, հայրենիք կուսակցությունը Արտուր Վանեցյանը ինչ են անելու։ Քանի որ դաշտում հասարակության մեջ քաղաքական դաշտում հասարակության մեջ տարբեր խոսակցություններ կան ինչ որ էջերով Վանեցյանի վերաբերյալ Ես դրա մասին էլ կհայտնեմ։ ես հիմա ասում եմ Վանեցյանը ծանր առողջական խնդիրներ ունի, թունավորել են իրեն ռուսները շատ բան են խոսում, շատ բան են։ Ես մի բան կարող եմ ասել, որ Վանեցյանը այո, խնդիրներ առողջական ունեցել է, հիմա վերականգնման փուլում է, բարեբախտաբար։ Ես հուսով եմ կար ժամանակ հետո արդեն որտեվ քանի ամիս է այդ խնդիրը կա։ Կար ժամանակ հետո կվերադառնա ակտիվ քաղաքական դաշտ, այդ ժամանակ մենք մեր գնահատականները, անելիքները բնականաբար կհայտարարենք։ Իսկ հիմա դեռ հստակ ինչ է կանելու։ Ես ձեր հարցին արդեն պատասխան։ Ընտրությունները նոր է վերջացել, հələ հստակ չի ես։ Պաշտոնապես չէ ավարտվել է գործընթացը։ Հա։ Դեռ համանդրական դատարան պիտի դիմեն, Հիմա է process-ը։ Դեռ չեն ասել մանդատները կվերցնեն թե ոչ։ Այ հիմա պետք է այդ հարցերը բան հասկանալ, բայց թող էս փուլը հասկանանք ավարտում է ոնց է լինում, կյանքեր են փրկում փողոցային պայքար դուրս չգալով թե դուրս են գալիս, ոչ լեգիտիմ են ճանաչում, բայց մանդատ են վերցնում, թե մանդատ չեն վերցնում։ Թող մի հատ այս վիճակներ հասկանա, մենք բնականաբար ես վստահ Վանեցյան իր խոսքի։ Իդեպ պարոն Արարչյան, քանի որ դուք ինքներդ խոսեցիք դրա մասին, ես էլ ուզում եի դրանից հարց տալ, քանի որ լայն տարածում գտան այդ կեղծ տեղեկությունները։ Պարզ է, առողջությանը վերաբերող հարցեր դա անձնական տվյալներ են, մենք այստեղ չենք պատրաստվում քննարկել, չէ, բայց այնտեղ կար մի այսպիսի տեղեկատվություն թունավորման մասին, դա ինչ որ կասկածի տեղիք կա, թե չէ։ Գիտեք, շատ տարբեր խոսակցություններ կան, որը ես լսել եմ, կարդացել եմ, տեսել եմ, անդրադարձա որ պարոն Վանեցյանը այդ ամեն ինչ հիմա նորմալ է, վերականգնման փուլում է, կար ժամանակ հետո ես կարծում եմ արդեն քաղաքական գնահատականներով էլ հանդես կգա։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Արարչյան, մեր հավերն ընդունելու համար։ Ես շեշտեմ զրուցում էի հայրենիք կուսակցության գերագույն մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանից, տեսություն կհանդիպենք։